Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքը, խնդրում եմ բոլորին մնալ դահլիճում, որովհետև քվեարկություն ենք ունենալու բավականին արագ, քննարկում ենք կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, հիմնական զեկուցողն է Սրփուհի Գալյանը, Արդարադատության նախարար, համեցեք Տիկին Գալյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ինչպես ներկայացրել ենք, օրենքների նախագծերի նպատակն է 3 նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայման միջոցով պետական կառավարման համակարգի արդիականացումը, կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականությանը և Հայաստանի զարգացման առաջնահերթություններին համապատասխան։ Այսպես, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անվանափոխվում է դառնալով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, առավել հստակ կերպով ընդգծելով, որ արհեստական բանականության ուղղությունը նախարարությանը վերապահված պետական քաղաքականության առանձին և տեսանելի ուղղություն է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անվանափոխվում է աշխատանքի և բարեկեցության նախարարություն, շեշտադրելով ոչ միայն սոցիալական խնդիրներին արձագանքելու, այլև մարդկանց և ընտանիքների բարեկեցության շարունակական բարձրացումը ապահովելու, զբաղվածության խթանման, ընտանիքների աջակցման, երեխաների զարգացման, ակտիվ երկարակեցության, հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և յուրաքանչյուր քաղաքացու համար արժանապատիվ կյանքի հնարավորությունների ստեղծման հանձնառությունները։ Արտաքին գործերի նախարարությունն էլ կանվանափոխվի, դառնալով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, նպատակ ունենալով ավելի արդյունավետ համատեղել արտաքին քաղաքականությունն ու տնտեսական համագործակցությունը։ Այս փոփոխությունները նաև թույլ կտան պետական մարմիններին գործել ավելի համակարգված, արագ ու արդյունավետ, ապահովել պետական ծրագրերի առավել լավ իրականացում և ավելի որակյալ ծառայություններ քաղաքացիների և գործարար համայնքի համար։ Նշեմ, որ փաթեթում կառավարությունը որոշակի փոփոխություններ է առաջարկել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում, այն է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի հավելվածում հստակեցվում են էկոնոմիկայի նախարարությանը վերապահված քաղաքականության ուղղությունները։ Ցանկանում եմ անդրադառնալ առաջին ընթերցման քննարկման ժամանակ հնչեցված առաջարկներին, որոնք նաև գրավոր տարբերակով ուղարկվել են նախագիծը մշակողին, այսինքն մեզ, Արդարադատության նախարարությանը, մասնավորապես խոսքը վերաբերում է գյուղատնտեսության և սփյուռքի նախարարությունների ձևավորման առաջարկին։ Անդրադառնալով առաջինին, պետք է նկատել, որ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության իրականացումը, ինչպես գիտենք, ներկայում վերապահված է էկոնոմիկայի նախարարությանը, որը ապահովում է այդ գործառույթի պատշաճ իրականացումը, ինչով պայմանավորված կառավարությունը նպատակահարմար չի համարում առանձին նախարարության վերաստեղծումը, հատկապես, որ նախկինում նման նախարարություն գոյություն է ունեցել և դրա լուծարման շուրջ որոշումը վաղուց է կայացվել։ Սա չի նշանակում, որ գյուղատնտեսությանն առանձին ուշադրություն չի դարձվել կառավարության ծրագրի շրջանակներում, առավել ևս հատկանշական է այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի չափերի մեծացման ուղղությամբ կատարվելիք քայլերը հստակ կերպով ամրագրվել են նաև կառավարության ծրագրի շրջանակներում։ Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա այս մասով էլ, ինչպես գիտեք, գործում է Սփյուռքի հանձնակատարի ինստիտուտը, որը կարելի ասել պատշաճ մակարդակում ապահովում է Սփյուռքի հետ կապերը։ Եվ ուզում եմ ընդգծել մի կարևոր հանգամանք։ Իրականում մեզ համար անչափ կարևոր է կառավարման օպտիմալ համակարգ ունենալը, և այս առաջարկները ստանալուց հետո ինձ մոտ հարց առաջացավ, թե ինչ են մեր գործընկերներն անդադար ուղղում հարցեր, թե արդյոք մեր կողմից առաջարկվող փոփոխությունները ֆինանսական լրացուցիչ ռեսուրսների ներգրավում ենթադրում են, թե ոչ։ Իմ պատասխանը ոչն էր, գուցե և որոշակի ձևաթղթերի հետ կապված փոփոխություններ անելու անհրաժեշտությամբ պայմանավորված ֆինանսական շտկումների կարիք լինի, որոնց բացվածքը մենք իհարկե ձեզ կներկայացնենք, բայց ամեն դեպքում Հայաստան դաշինքի կողմից մեզ ուղղված առաջարկները միարժեքորեն ենթադրում են
բազմապատկված ֆինանսական ռեսուրսների ներգրավում, ինչը այս պահին անհասկանալի է ինձ համար, եւ ես կրկնում եմ, մեզ համար անչափ կարեւոր է օպտիմալ կառավարման համակարգ ունենալը, օպտիմալ չի նշանակում, որ այդ կառավարման համակարգը չի հասցեագրում բոլոր այն հարցերը, որոնք այսօր հնչեցին այստեղ։ Շնորհակալ եմ, խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն, առաջարկ ներկայացել է Ուժեղ Հայաստան խմբակցությունը, եթե խմբակցության ներկայացուցիչը հարց ունի, խնդրեմ, եթե ոչ, անցնենք առաջ։ Հարց չունեք։ Ուժեղ Հայաստան, այո։ Նարեկ Կարապետյան։ Հետագա ամիսների ընթացքում մենք եւս մեկ անգամ այդ առաջարկությամբ ավելի մանրամասն հանդես կգանք, ազգային ժողովին կներկայացնենք, դա անխուսափելի է, քանի որ գյուղատնտեսությունը անկում է ապրում մեր երկրում, այս տարի մենք ունենք 10-ից ավել տոկոս անկում, ու չկա մեխանիզմ, որով կարող ենք ավելի նեղ մասնագիտական թիմ ձևավորել, նեղ մասնագիտական պետական կառույց ձևավորել, որը կկարողանա վերականգնել մեր գյուղատնտեսական պոտենցիալը։ Այդ իսկ պատճառով մենք այդ առաջարկությունը անպայման անելու ենք եւ հետեւական ենք լինելու, որպեսզի Հայաստանում վերջապես վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը։ Շնորհակալություն, արձագանքել կարող եմ։ Տեսեք, նախ գյուղատնտեսության նախարարության փակումը, այսպես ասեմ, հիմնավորվում էր նաև նրանով, որ գյուղատնտեսությունը որպես առանձին ճյուղ պետք չէ դիտարկել այն գաղափարախոսություն ելնելով, որ դա կազմում է մեր օրինակ ներդրումային քաղաքականության մի մասը։ Եվ շատ կարևոր էր զուգակցումը տարաբնույթ ոլորտների հետ գյուղատնտեսության զարգացման։ Եվ այդ նպատակով առաջնորդվելով է, որ հենց էկոնոմիկայի նախարարության կազմում է զետեղվել գյուղատնտեսության ուղղությունը։ Իհարկե առաջարկներ ներկայացնելու հետ կապված ազատեք կարող ենք հետագայում նաև մենք էլ միասին քննարկել, բայց ավելի կառուցողական կարծում եմ կլինի ճանապարհային քարտեզի կազմումը, որի շուրջ մենք աշխատանքներ իրականացնում ենք եւ շուտով ձեր դատին ենք ներկայացնելու նաև կառավարության միջոցառումների ծրագիրը, որը հենց հանդիսանալու է այն ճանապարհային քարտեզը, որը մենք պետք է կատարենք առաջիկա 5 տարիների ընթացքում։ Արձագանք ճանապարհային քարտեզի մասին է խոսքը։ Շատ լավ, կհետևենք ձեր առաջարկած ծրագրերին, սակայն համապարփակ լուծումների համար միանշանակ անխուսափելի է, շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն, ես իմ կողմից ավելացնեմ, որ պարոն Կարապետյան, քաղաքականապես իհարկե առաջարկ կարող եք ներկայացնել, բայց եթե խոսքը օրենսդրական նախաձեռնության մասին է, չեք կարող, որովհետև կառավարության կառուցվածքի վերաբերյալ միայն կառավարությունը կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, այսինքն իրենց բացառիկ իրավունքն է, բայց քաղաքականապես իհարկե կարող եք հնչեցնել այդ առաջարկը։ Տիկին Գարյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Այժմ հարգելի գործընկերներ